Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը Բաքվում մասնակցել է Աֆղանստան տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն և զարգացում համաժողովին։ Այցի շրջանակում Սերգեյ Նարիշկինը հանդիպել է Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաև հետախուզական այլ կառույցների ղեկավարների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյան նշել է, որ հատուկ ծառայությունների ուղղությամբ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործակցությունը դինամիկ զարգանում է։ Կրում է կառուցողական, փոխշահավետ և վստահելի բնույթ, ինչպես նաև ուղղված է Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանությանը։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, միջուկային գործարքի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ֆոնին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Մեկ անգամ արդեն թույլ չեմ տվել, որ դա տեղի ունենա, նրանք փող չունեին ահաբեկչական կազմակերպությունների վրա ծախսելու համար, սակայն Բայդենը չեղարկեց պատժամիջոցները։ Եթե Իրանը միջուկային զենք ունենա, բոլորիդ մեծ վտանգ կսպառնա, դիմել է ԱՄՆ նախագահը ներկաներին։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, ցանկանում է, որ Իրանը լինի մեծ և բարգավաճ երկիր։ Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը, նախազգուշացրել, եթե Մոսկվան կամ Կիևն ինչ-ինչ պատճառներով խոչընդոտներ ստեղծեն, Վաշինգտոնը դուրս կգա բանակցություններից։ Հուսով եմ նման բան անելու կարիք չի լինի և պատերազմը հնարավոր կլինի դադարեցնել, նշել է Թրամփը։ Նա հավելել է, երկու կողմից էլ պատրաստակամություն է տեսնում հասնելու այդ նպատակին։ Լրագրողի հարցին, արդյոք Վլադիմիր Պուտինը խաղում է իր հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. ոչ ոք ինձ հետ չի խաղում, ես փորձում եմ օգնել, սա Բայդենի պատերազմն էր, ընդգծել է Թրամփը։ Նրա խոսքով ռուս-ուկրաինական բանակցություններում այժմ կրիտիկական պահ է։ ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն Դոնալդ Թրամփը և Քիր Սթարմերը քննարկել են երկկողմ առևտուրը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները և Մերձավոր Արևելքում անվտանգության հետ կապված հարցեր։ Ուկրաինայում պատերազմը քննարկել են նաև ԱՄՆ պետքարտուղարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Մարկո Ռուբիոն Մարկ Ռյուտեին տեղեկացրել է հակամարտության կարգավորման առաջարկների մասին, որոնք Վաշինգտոնն ավելի վաղ ներկայացրել էր Կիևին և Մոսկվային։ Նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները հուսով են, որ առաջարկը կընդունվի և Ուկրաինայում կայուն խաղաղություն կհաստատվի, նշել է Ռուբիոն առանց մանրամասնելու ինչ առաջարկի մասին է խոսքը։ Պետքարտուղարը կրկնել է Թրամփի խոսքերը, եթե շուտով խաղաղության հեռանկար չնշմարվի, Վաշինգտոնը կհրաժարվի միջնորդական ջանքերից։ Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը 18 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Սիրիա։ ԶԼՄ-ների տվյալով նա սահմանը հատել է Հորդանանի տարածքով։ Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հայտնել է, որ Դամասկոսի ժողովրդական պալատում Աբասի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարան և արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանին։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Դիանա Գասպարյան, լուրեր։